Այս վիդեոյում ուզում եմ խոսեմ հոկտեմբերի 10-ի գիշերը 11-ի տեղի ունեցած այդ կռախի լիկվիդացիաների, մանիպուլյացիաների մասին, որտեղ որ թրեյդերները կորցրեցին 22 միլիարդից ավել գումար։ Այս հոլովակը կլինի մի փոքր երկար, կխնդրեի լսել, քանի որ շատ կարևոր է։ Խոսեմ թե ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ ինչու կորցրեցին այդ գումարը։ Ոչ թե բիրժան էր մենակ մեղավոր, ոչ թե ՏՊԱ, այլ մեղավոր էին ամենակարևորը մարդիկ, որ իրենք իրենց ռիսկերը չեն կառավարել, իրենք իրենց գումարի մեծ մասն են դրել, որը որ պատրաստ չեն կորցնելու, իրենք չեն հասկացել շուկան եւ ուղղակի մանիպուլյացիա է շատ մեծ ենթարկվել։ Այստեղ ամեն ինչ չի հեշտ ու այստեղ դու $1000-ը $1 միլիոն չես սարքի մի օրում կամ մի ամսում։ Ու նաեւ խոսեմ, որ շատ մարդիկ Հայաստանում նամանավանդ սկսեցին խոսալ, որ սա բուրգ է, սա խաբեություն է, բանից անտեղյակ։ Ես արդեն մոտ 6 տարի այս ոլորտում եմ ու ես կարող եմ վստահ եւ փաստերով եւ իմ փորձով եւ նաեւ ուրիշ մարդկանց փորձով այդ ապացուցել, որ դա այդպես չի, որ դա բուրգ չի, որ ամեն մարդ չի, որ խաբում է այս ոլորտում։ Ուղղակի դուք պետք է հասկանաք, որ այստեղ բարդությունները շատ են, դժվարությունները, բայց իհարկե դրան համբերել, սпасել պետք է, որպեսզի ունենաս արդյունք։ Չի թվում, որ ինչ-որ ոլորտում մի ամիս կամ մի երկու ամիս հետո դու վարպետ ես դառնում։ Դրա համար կխնդրեի, եթե ինչ-որ մեկը ունի իր փորձը, կարա կիսվի կոմենտներում, եթե ունեք հարցեր, կարող եք գրել, զանգել մեր բաց դասին, որտեղ կլինեն մեր գործընկերները, մեր հին ուսանողները եւ նաեւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են մտնել այս ոլորտ։ Եվ մենք կքննարկենք կարևոր նյուանսները, թե բացասական, թե դրական կողմերը ու թե ամենակարևորը դուք ինչ կստանաք այս ոլորտ մտնելուց եւ ինչ կարող եք կորցնել։ Եթե ունեք հարցեր եւ առաջարկներ, կարող եք զանգարել կամ գրեք մեր Instagram-յան էջին։